Անդրեյի և Անի Օհանյանի ամուսնալուծությունը շարունակում է մնել հասարակական քննարկման կենտրոնում, թեև նախկին զույգը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, Անիի հրապարակումը հուզել է շատերին, առաջ բերելով բուռն քննարկումներ համացանցում։ Սոցիալական ցանցերում մարդիկ սկսել են ակտիվորեն պաշտպանել Անիին, համարելով, որ նա խիզախորեն բարձրաձայնել է իր ապրումները։ Շատ օգտատերեր շեշտում են, որ կանանց ձայնը պետք է լսելի լինի, հատկապես եթե նրանք բախվել են ընտանիքում ցավալի իրավիճակների։ Սակայն ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, կարծիքները բաժանվել են։ Գոյություն ունի մարդկանց մի հատված, որոնք կասկածի տակ են դնում Անիի գրառման անկեղծությունը։ Նրանց թվում է նաև տաղանդավոր ու սիրված դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով հրապարակավ անդրադարձել է այս թեմային, կասկած հայտնելով Անիի խոսքերի նկատմամբ։ Ելենա Բորիսենկոն Անիի հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ, բայց ես քեզ չեմ հավատում, դու իբր բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել, բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես, ցանկացած կյանքի փորձ ունեցող մարդ, կարդալով քո գրառումը տարբերություն կդնի ճշմարտության և ստի միջև։ Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից»։ Այս մեկնաբանությունը ցույց է տալիս, որ նույնիսկ հայտնի մարդիկ տարբեր տեսակետներ ունեն այս հարցում։ Մի մասը պաշտպանում է Անդրեյին, վստահ լինելով, որ իրականությունը շուտով պարզ կլինի։ Հուսանք, որ Անդրեն մոտ ժամանակներում հարցազրույցով կամ հրապարակման տեսքով կանդրադառնա այս հարցին ու կմեկնաբանի Անիի գրառումը։ Ամեն դեպքում փաստ է մնում, որ այս պատմությունը կրկին բարձրացրեց ընտանիքում վստահության, ցավի և հասարակական արձագանքի կարևոր թեմաները։ Այս հարցում էլ հասարակությունը կրկին բաժանվել է։ Մի կողմում նրանք են, ովքեր աջակցում են Անիին ու կարևորում նրա խիզախությունը, մյուս կողմում նրանք, ովքեր վստահ են Անդրեյի անկեղծության վրա։ Անդրեյի նախկին կինը Անի Օհանյանը երկար լռությունից հետո բացահայտում է ընտանեկան բռնության մանրամասները։ Նախորդ տարեվերջին մեծ հանրային քննարկումների առիթ էր դարձել երգիչ Անդրեյի և նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի բաժանությունը։ Երկար ժամանակ լռություն պահպանելուց հետո զույգը հաստատեց լուրերն իրենց բաժանման մասին, իսկ այսօր Անի Օհանյանը որոշեց առաջին անգամ բացել փակագծերը և պատմել այն մասին, թե ինչ է եղել ընտանիքի փակ դռների հետևում։ Ինստագրամի իր էջում Անի Օհանյանը գրել է. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում թաքնված էր մի սարսափելի իրականություն։ Սկզբում մեր սիրո պատմությունը հեքիաթի էր նման բոլորի աչքի առաջ, դուք հավատացիք դրան այնպես, ինչպես ես։ Սակայն այդ հեքիաթը շատ շուտ սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով, չիմանալով արդյոք նա այդ օրը բարի կլինի, թե կոպիտ, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին կսպառնա, որ կզրկի ինձ իմ երեխայից։ Ես հավատում էի, որ կարող եմ փոխել նրան, փրկել մեր ընտանիքը, բայց նրա ագրեսիան միայն խորանում էր։ Նա չէր գիտակցում որքան ցավ էր պատճառում ինձ։ Ես դանդաղորեն քանդվում էի ներսից, բայց շարունակում էի հուսալ, որ մի օր նա կհասկանա, կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէր, այլ միայն ցիկլի նոր սկիզբ։ Այսօր ես համարձակվում եմ բարձրաձայնել այս ամենը։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների առջև, ներկայացնելով երջանիկ ընտանիք, երբ ոչ ոք չգիտեր ինչ էր իրականում կատարվում մեր տանը։ Այս գրառումը միայն անձնական հոգու բացահայտում չէ, այն կոչ է բոլոր կանանց, աղջիկներին, կանանց մայրերին. դուք արժանի եք սիրո, որ բերում է լույս, այլ ոչ թե խավար։ Մի լռեք, մի մոռացեք ձեր արժեքը։ Այս հուզիչ գրառումը խորապես ազդեց շատ հետևորդների վրա, բացահայտելով ընտանեկան բռնության այն կողմը, որն այսքան ժամանակ թաքուն էր մնացել։ Երգիչ Անդրեյի և երգչուհի Անի Օհանյանի հարաբերությունները վերջին տարիներին եղել են հանրության ուշադրության կենտրոնում սկսած նրանց ամուսնությունից մինչև բաժանում։ Նրանց հարաբերությունների հիմնական փուլերն անցել է ամուսնություն, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին, պսակադրությունը տեղի ունեցավ
փոքրաթիվ հյուրերի ներկայությամբ։ Նրանք կազմեցին ընտանիք և ունեցան դուստր, որի ծննդյան տարեդարձը նշվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տոնակատարության բացառիկ կադրերը հրապարակվել էին համացանցում։ 2024 թվականի վերջին լուրեր տարածվեցին Անդրեյի և Անի Օհանյանի բաժանման մասին։ Չնայած զույգը սկզբում չէր մեկնաբանում այս տեղեկությունները, ավելի ուշ Անի Օհանյանը հաստատեց լուրերը, նշելով, որ իրենց ընտանիքում եղել է բռնություն և սպառնալիքներ։ Անի Օհանյանի հայտարարություններից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին։ Շատ օգտատերեր աջակցություն հայտնեցին Անիին, իսկ որոշ մեկնաբանություններում քննադատություն հնչեց Անդրեյի հասցեին։ Ներկայումս Անդրեն և Անի Օհանյանը շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը։ Անի Օհանյանը վերջին շրջանում բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ կիսվում է իր նոր նախագծերով և անձնական կյանքի մանրամասներով։ Նրանց հարաբերությունների զարգացումները շարունակում են հետաքրքրել հանրությանը, և յուրաքանչյուր նոր տեղեկություն լայնորեն քննարկվում է։ Հիշեցնենք, որ Անդրեն ծնվել է 1979 թվականի հուլիսի 8-ին Ստեփանակերտում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը ջերմաչափ, իսկ հանդիսատեսը ընտանիքի անդամները։ Երբ Անդրեն 6 տարեկան էր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին աղոթք՝ երգը նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում Արցախի Բալիկներ մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս Պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ իր խմբի հետ միասին։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մի շարք ներկայացումներում։ Չնայած նրան, որ Անդրեյի ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա, Անդրեն երազում էր երգիչ դառնալու մասին։ 1998 թվականին նրա երազանքն իրականացավ։ Նա դարձավ Երգի պետական թատրոնի անդամ և այնտեղ էր մինչև 2002 թվականը։ 2019 թվականին ակտիվ նամակագրությամբ մեջ է գտնվել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Անի Օհանյանի հետ։ 2022 թվականին նրանք հայտնեցին իրենց հարաբերությունների մասին, իսկ նոյեմբերի 1-ին Անդրեն ամուսնության առաջարկություն արեց Անիին։ Հետագայում Անդրեն հայտնեց, որ պլանավորել էր ավելի վաղ առաջարկություն անել, սակայն սեպտեմբերի 13-ի դրության պատճառով հետաձգեց այն։ 2006 թվականին նա առաջին արտիստն էր, ով պետք է ներկայացներ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին, լիներ 37 մասնակիցներից մեկը Աթենքում։